Ողջույն գործարար ալիքին միացած ռադիոլսողներ եւ դիտողներ։ Դուք միացել եք 106 եւ 5 հաճախականությանը։ Ես Գայա Ասոյանն եմ։ Սկսում ենք խաղի կանոններ հաղորդաշարը, որ իրականացնում ենք մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հետ։ Այսօր մեր հյուրերը Հակոբ Մանուկյան, հանձնաժողովի քաղաքականության մշակման եւ մեթոդաբանության բաժնի պետ։ Բարև ձեզ։ Եվ Մարուսյա Միրզոյան, իրավական ապահովման բաժնի պետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այս նախագծի շրջանակում մենք ունեցել ենք բազմաթիվ հաղորդումներ, որոնց ընթացքում խոսել ենք տնտեսվարողների եւ սպառողների կողմից հաճախ հնչվող հարցերի շուրջ, եւ այսօր կրկին կխոսենք այդ թեմաների շուրջ, քանզի վերջերս եղել է նաեւ օրենսդրական նոր փոփոխություններ, հուլիսի 1-ին, եթե չեմ սխալվում, ընդունվեց նոր օրենսդրական փոփոխություն, որը վերաբերում է հենց սպառողների շահերի պաշտպանությանը, եւ կա մի դեպք, խոսենք հենց օրինակներով, որ ռադիոլսողների համար շատ ավելի պատկերավոր լինի։ Սպառողներից որևէ մեկը գնել էր ապրանք, այնուհետև մի քանի օր օգտագործելուց հետո ապրանքը դադարել էր աշխատել, երբ որ մոտեցել էր տնտեսվարողին, ցանկացել էր վերադարձնել ապրանքը եւ հետ ստանալ գումարը, սակայն տնտեսվարողն առաջարկել էր ուղղակի վերանորոգել, սակայն սպառողը կարծել է, եթե մեկ անգամ փչացել է այդքան կարճ ժամանակ օգտագործելուց հետո, ուրեմն այդ սարքը ի վիճակի չէ լավ աշխատելու։ Խոսենք այս օրինակի մասին եւ առասարակ իրավական տեսանկյունից սա ինչպես է կարգավորվում։ Տեսեք, իրոք, հուլիսի 1-ից օրենսդրական փոփոխությունները սպառողների շահերի պաշտպանության ոլորտում ամրագրեցին պաշտպանության համակարգի ամբողջականությունը, հատկապես ուղղված ապրանքի, ձեռք բերված ապրանքի համապատասխանության ինստիտուտին։ Ձեր նշած դեպքը վերաբերում էր հենց ապրանքի համապատասխանության խնդիրներին, այսինքն երբ ունենք ապրանքի որակական կամ այլ հատկանիշների անհամապատասխանություն։ Ինչ է ամրագրվել օրենքով այս մասով։ Առաջին հերթին օրենքով ամրագրվել է, որ սպառողը ազատ է անհամապատասխանության դեպքում վաճառողից պահանջել նորոգում, փոխարինում համանման ապրանքով, փոխարինում այլ ապրանքով, գնի համաչափիչեցում կամ առքովաճառքի պայմանագրի խզում։ Այս այն 5 գործիքներն են, որ տրամադրված են սպառողին անհամապատասխանության ձևավորման, իրավիճակում իր ձեռքբերման գործընթացի հետ կապված իր իրավունքների պաշտպանության մասով։ Բայց ինչպես ցանկացած գործընթացում, այս դեպքում նույնպես հանձնաժողովի հիմնական միտքը կենտրոնացված է ոչ միայն սպառողների շահերի պաշտպանության համատեքստի մեջ, այլ նաև տնտեսական գործունեության ազատության ապահովման հարցում։ Այսինքն այս երկու կարևոր նպատակները պետք է հավասարակշռվեն ցանկացած օրենսդրական կարգավորման կամ ցանկացած իրավական նորմի շրջանակներում։ Այս դեպքում նույնաբար, այսինքն երբ մենք սպառողին տալիս ենք իրավունք ընտրելու 5 հնարավոր պաշտպանության մեխանիզմներից մեկը, մենք պետք է ապահովենք, որ այդ իրավիճակը չստեղծի խոշոր խնդիրներ տնտեսավարող սուբյեկտների համար։ Ու այս դեպքում նույնպես այդ մեխանիզմներն ամրագրված են հենց նույն օրենսդրական ակտի նույն գլխի մեջ։ Խոսքը գնում է սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքի մասին։ Ընդհանուրել ասենք, որպեսզի մեր ունկնդիրներն ու դիտորդները ունենան հնարավորություն ինքնուրույն էլ բացել եւ կարդալ օրենսդրական ակտը։ Ինչ կարևոր կարգավորում ունենք այս մասով։ Առաջին կարգավորումը, որ պետք է այս բանին ընդգծենք, այսինքն ինչ ունեինք օրինակում, սպառողն ուզում էր խզեր պայմանագիրը։ Այսինքն իմ նկարագրած 5 գործիքներից օգտվել միանգամից 5-րդից, այսպես ասած։ Առաջին զսպող մեխանիզմը, այսպես ասենք, որ դրված է օրենքում, կապված է անհամապատասխանության նշանակալիության հետ։ Ինչու՞, որովհետև տնտեսարարող սուբյեկտի գործունեության իմաստով շատ ռիսկային կլինի իրավիճակ, երբ աննշան խնդրի դեպքում ամեն սպառող մոտենա եւ ուզի պայմանագրի խզում։ Այն դեպքում, երբ որ այդ աննշան խնդիրը կարելի է նորոգման եղանակով ուղղել։ Այսինքն առաջինը, ինչ մենք այս օրինակում պետք է ամրագրենք, արդյոք խնդիրն այնքան նշանակալի է, որ խզելու, պայմանագրի խզելու անհրաժեշտություն կա։ Թե օրինակ մենք ունենք դեպք տեխնիկայի հետ, եւ օրինակ այդ մարդը մոտեցել է եւ այդ տեխնիկայի մեջ օրինակ, չգիտեմ, հեռուստացույց է եւ հեռուստացույցի օրինակ մի կոճակը չի աշխատում կամ հնարավոր օրինակ հեռակառավարման վահանակը ինքնին չի աշխատում, պետք է փոխարինել նոլով, Այսինքն ինքն իրանով խնդիրը աննշան է, ուղղելու համար շատ ժամանակ չէր պահանջելու, մեծ ծախսեր չէր պահանջելու տնտեսարարող սուբյեկտից եւ ինչպես տեսնում ենք օրինակում, տնտեսարարող սուբյեկտը ամբողջովին պատրաստ է այդ նորոգմանը գնալ։ Հիմա անդրադառնանք ռիսկին, այսինքն այստեղ ֆիքսեցինք, որ եթե նշանակալի էր, այո, կարելի է քննարկել խզման դեպքը, բայց եթե ինքնին խնդիրն աննշան է եւ իրոք հնարավոր է արագ վերանորոգման եղանակով ուղղել, ինքնին սպառողը իրավունք չունի դիմելու պայմանագրի խզման տրամաբանությանը։ Դա օրենքով զսպող մեխանիզմն է, որպեսզի ապահովենք տնտեսվարող սուբյեկտի գործունեությունը նույնպես։ Երկրորդ մասը, երբ որ
սպառողը բարձրաձայնում է ռիսկը, ասում է հնարավոր է որ եթե այս անգամ փչացավ, հաջորդ անգամ էլ փչանա, ինչի է ինձ պետք է դեպքում էս բային նորոգումը, այս մասով մենք այդ ռիսկը նույնպես օրենսդրական ակտով փարատել ենք։ Մենք ասում ենք, տեսեք, նորոգումը եւ փոխարինումը այն առաջնային գործիքներն են, որին կարելի է դիմել։ Բայց եթե դուք նույն ապրանքի վերաբերյալ երկրորդ անգամ պետք է գաք նորոգման, այսինքն մեկ անգամ դիմեցիք, տնտեսական սուբյեկտը նորոգեց, տարաք տուն եւ իրոք մեկ ամիս հետո նորից փչացավ, այս դեպքում օրենսդրական ակտն ասում է ժողովրդական լեզվով ասած կարելի է շրջանցել այդ նույն հոդվածները, այսինքն նորոգման վերանորոգման եւ դիմել միանգամից հա խզման հանգամանքին կամ համաչափ գնի իջեցման։ Այսինքն տրամաբանությունը հենց այդտեղ էր, որ եթե օրինակ 2 տարվա երաշխիքային ժամկետի մասին ենք մենք խոսում, հա, որի շրջանակներում այս ամբողջ գործընթացը կարող է տեղի ունենալ, այնպես չլինի, որ այդ 2 տարվա ընթացքում 1.5 տարին ինքն լինի վերանորոգման այդ ապրանքը եւ այնտեղ կես տարի դուք օգտագործեք, անընդհատ մոտեցնեք, անընդհատ վերանորոգեք, անընդհատ հետ տան։ Այսինքն օրենսդրական ակտը ինքնին այդ ռիսկը նույնպես փարատել է։ Այսինքն այս դեպքում սպառողին պետք է առաջին հերթին խորհուրդ տալ իրոք օգտվել տնտեսական սուբյեկտի առաջարկած տարբերակից, նորոգումից, եթե այն լիարժեքորեն կփակի խնդիրը։ Եթե խնդիրը նորից առաջանա, այդ դեպքում վստահաբար նա կարող է դիմել արդեն պայմանագրի խզման կամ համաչափ իջեցման տարբերակին, որը նույնպես հետաքրքիր մոտեցում է, որովհետև հնարավոր է որ այն դետալը կամ այն խնդիրը, որ առաջացել է, ամբողջովին չի վերացնում ապրանքի օգտագործման հնարավորությունը։ Օրինակ, հա, այդ ապրանքը կատարում է 5-6 ֆունկցիա եւ հիմա մի ֆունկցիան չէր կատարվելու։ Բայց այդ ֆունկցիան օրինակ սպառողի համար առաջնային չի, հետեւաբար այս դեպքում կարելի է գնալ այն իմացած 4-րդ տարբերակին, գնի համաչափ իջեցմանը։ Երբ օրինակ տնտեսական սուբյեկտը մասնակիորեն վերադարձնում է համաչափության իմաստով, հա, այն պակասող գնի չափով արժեքը սպառողին, օրինակ ապրանքը 100,000 արժեր, գնահատում ենք, որ այդ մի ֆունկցիան 20,000 արժի։ 20,000-ը վերադարձնում է, այսինքն սպառողը փաստացի այդ ապրանքը ձեռք է բերում 80,000 դրամով եւ օգտագործում է այն մնացած ֆունկցիաները, որոնք որ նա ուզում էր օգտագործել։ Այսինքն այս դեպքում այդ խնդիրը այլևս չի առաջանա։ Երկրորդ անգամ նորոգման գնալու փոխարեն արդեն ամբողջովին սպառողը ազատ է դիմելու միանգամից խզմանը պայմանագրի կամ գնի համաչափ իջեցմանը։ Խոսենք նաև մեկ այլ դեպքի մասին, օրինակ գնորդը երաշխիքային ժամկետում ապրանքը մոտեցրել է տնտեսվարողին, սակայն տնտեսվարողը չի կարողացել վերանորոգել եւ առաջարկել է այլ ապրանք, որի դեպքում սակայն երաշխիքային ժամկետ չի լինելու։ Արդյոք սա օրենքով թույլատրելի է, եթե այո, ապա ինչպես է կարգավորվում։ Խոսենք նաև այս օրինակի մասին։ Ինչպես գործընկերս նշեց, օրենսդրական փոփոխությունների արդյունքում նախատեսվել են թե անհամապատասխանության հետ, ապրանքի անհամապատասխանության հետ կապված մի շարք կարգավորումներ, այնպես էլ երաշխիքային ժամկետների հետ կապված կարգավորումներ, որոնք վերաբերում են մասնավորապես երաշխիքային ժամկետների տրամադրման ժամանակահատվածին։ Օրենքով հստակ ամրագրվել է, որ նոր ապրանքների համար, երբ մենք գնում ենք խանութ ապրանք ձեռք բերելու ու այդ ապրանքները ներառվում են օրենքով սահմանված շրջանակի մեջ, շարժական գույք է կամ թվային ծառայություն է, այդ դեպքում վաճառողը պարտավորություն ունի 2 տարվա երաշխիքային ժամկետ տրամադրել։ Եվ այս կանոնից բացառություններ կարող են առաջանալ միայն այն դեպքում, երբ երաշխիքային ժամկետ սահմանելու հստակ անհնարինություն կա։ Ու հիմա հիմնական նպատակը սրա այն էր, որպեսզի սպառողը այն դեպքերում, երբ որ ապրանք է գնել եւ այդ ապրանքի վաճառքի պահին եղել են թերություններ ու այդ թերությունները հետագայում բացահայտվել են փաստացի օգտագործման արդյունքում, սպառողը հնարավորություն ունենա դրանք տանել, հանձնել վաճառողին եւ ստանալ օրենքով նախատեսված իր իրավական, այսպես ասած, պաշտպանության միջոցները։ Կոնկրետ ձեր բերած օրինակում, ինչպես նշվեց, ապրանքը բերվել է նորոգման, սակայն փոխանակել են, ըստ էության վաճառողը կարող էր փոխանակել այդ ապրանքը, բայց փոխանակելու պարագայում նման պայման չէր կարող նախատեսել։ Եվ այս պարագայում այս դեպքում վաճառողը պարտավոր է այդ ապրանքի համար, քանի որ ըստ էության փոխանակման արդյունքում տրամադրվել է նոր ապրանք, տրամադրել միևնույն ժամանակահատված երաշխիքի։ Այսինքն այստեղ ավտոմատ 2 տարի երաշխիքային ժամկետը սկսում է հոսել ու այդ ապրանքն էլ ստանում է նույն օրենքով նախատեսված 2 տարվա երաշխիքի ժամկետը։ Բայց պետք է նշեմ, որ կարգավորումներ են նախատեսվել նաև օգտագործված ապրանքների համար։ Այս դեպքում օրենքով սահմանվել է, որ ի տարբերություն
նոր ապրանքների, օգտագործված ապրանքների դեպքում երաշխիքային ժամկետը սահմանվում է 1 տարի, հաշվի առնելով այն, որ օգտագործման արդյունքում այստեղ Կարող է ինչ-որ մաշվածության այլ խնդիրներ կան, ուստի վաճառողի վրա դնել 2 տարվա երաշխիքի ժամկետ, այս դեպքում ավելի քիչ տրամաբանական կլիներ։ Մյուս փոփոխությունը արդեն կարևորագույն փոփոխությունը վերաբերում է նրան, որ ապացուցման պարտականությունը, թե անհամապատասխանությունը այն պահին, երբ որ ապրանքը փաստացի գնվել է եղել է թե ոչ, կրում է վաճառողը առաջին տարվա ընթացքում, երաշխիքային ժամկետի առաջին տարվա ընթացքում, իսկ արդեն երկրորդ տարում նման պարտականությունը կրում է ըստ էության սպառողը, առաջին տարում վաճառողը, երկրորդում սպառողը։ Երաշխիքային ժամկետի հետ կապված հիմնական կարգավորումներն էլ Խոսենք նաև մեկ այլ դեպքի մասին, արդյոք տնտեսվարողը կարող է երաշխիք տրամադրել իր ապրանքի համար, որևէ մասի համար չտրամադրել։ Օրինակ հեռուստացույցի պարագայում հեռակառավարման վահանակի կամ գազօջախի դեպքում օրինակ ապակու պարագայում արդեն եթե վերանորոգման կարիք լինի, սպառողը դա իր միջոցներով պետք է անել։ Արդյոք սա հնարավոր է օրենքով կարգավորվում է։ Այս դեպքում պետք է նշեմ, որ այս օրենսդրական փոփոխություններից մեկն էլ էր, որ ապրանքը պետք է համապատասխանի այն հիմնական նպատակին, որի համար ձեռքաբերվում։ Այս հիմնական չափանիշի տրամաբանությունը այն է, որ ըստ էության ապրանքը պետք է կարողանանք օգտագործել իր նպատակին համապատասխան։ Իսկ փաստ է, որ օրինակ հեռուստացույց առանց վահանակի չի կարող նշանակությանը ծառայել, այսինքն տրամաբանորեն իրենք փոխկապակցված ապրանքներ են եւ մեկի գործելը պայմանավորված է մյուսի ֆունկցիոնալ գործելու պայմաններում։ Եվ այս դեպքում, եթե հեռուստացույց է ձեռք բերել, որ ունի հեռակառավարման վահանակ, ավտոմատ այդ 2 տարվա երաշխիքային ժամկետը պետք է վերաբերվի նաեւ հեռակառավարման վահանակին։ Ուստի ցանկացած դեպքում, երբ ունենք ապրանք, որը խիստ փոխկապակցված է հիմնական ապրանքի հետ եւ որպես դետալ տրամադրվում է ապրանքի հիմնական գործելու ֆունկցիոնալ գործելու նպատակով, պետք է պարտադիր դրա խնդիրների առաջացման պարագայում, դրա անհամապատասխանության պարագայում տրամադրվի նաև երաշխիքային ժամկետը կոնկրետ այդ ապրանքի համար եւ տրամաբանորեն, եթե լինի նորակման փոխանակման անհրաժեշտություն, վաճառողը պարտավոր է նաև այդ լրացուցիչ դետալային ապրանքները նույնպես նորոգել, վերանորոգել եւ իրականացնել սպառողի օրենքով նախատեսված պահանջները։ Սպառողը ունի 14 օր ժամկետ գնված ապրանքը չօգտագործելու պարագայում հետ վերադարձնելու, սակայն եղել են դեպքեր, երբ սպառողը օրինակ գնել է օծանելիք, բացել օգտագործել է եւ հասկացել է, որ դա օրիգինալ օծանելիք չէ, որը նա վճարել էր, որի դիմաց նա վճարել էր եւ ձեռքեր բերել։ Նմանատիպ դեպքերում ինչպես է կարգավորվում, ինչպես է պաշտպանվում սպառողի իրավունքները եւ առասարակ տնտեսվարողը այդ պարագայում ինչպես է գործում։ Տեսեք, որպեսի առաջին հերթին, որպեսի մեր ունկնդիրներն ու դիտորդները չխառնվեն, հա, մեր խոսակցության հիմնական բովանդակության մասով, նախորդ մեր քննարկումները, նախորդ բոլոր հարցերը, որ մենք քննարկեցինք, կապված էին ապրանքի անհամապատասխանության հետ։ Երբ որ մենք ունեինք որակի հետ կապված խնդիր, ու այդ դեպքում թե ինչ գործողություններ տեղի ունենում։ 14 օրյա ժամկետի վերաբերյալ կարգավորումը մինչև մեր օրենսդրական փոփոխությունները գոյություն ուներ եւ հիմա էլ իհարկե գոյություն ունի եւ այն վերաբերում է որակյալ ապրանքին, այսինքն դուք ձեռք եք բերել ապրանքը, այն որակյալ էր, ուղղակի դուք որոշեցիք օրինակ ինչ-որ պլաններ փոխվեցին, ինչ-որ բան տեղ ունեցավ եւ իհարկե դուք 14 օրյա ժամկետում կարող եք վերադարձնել ապրանքը։ Այստեղ իհարկե կուզենամ խորհուրդ տալ բոլոր մեր ունկնդիրներին եւ դիտորդներին, որ այս բոլոր կարգավորումներում հատուկ ընդգծվում է, որ ամեն անգամ երբ ինչ-որ գործընթացի մեջ սպառողը փորձում է մտնել, թե որակյալ, թե որակետ խնդիր ունեցող ապրանքների դեպքում միշտ վճարման փաստը, գնման փաստը հաստատող փաստաթղթերի ներկայացման կարիք է լինելու, դրա համար հորդորում եմ բոլոր մեր ունկնդիրներին եւ դիտորդներին միշտ պահպանել ձեր գնման գործընթացի հետ կապված փաստաթղթերը։ Կլինի դա պայմանագիր, կլինի դա ՀԴՄ-ն, բոլոր փաստաթղթերը փորձեք պահպանել, որովհետև ցանկացած այս գործընթաց կապված է լինելու միշտ այդ փաստաթղթերի ներկայացման եւ գնման փաստահապատուցելու հետ։ Այս դեպքում վերադառնալով հարցին, հա, 14 օրյա ժամկետը որակյալ ապրանքների վերաբերյալ է։ Որակյալ ապրանք ուզում եք վերադարձնեք, օրենսդրությունը հստակ սահմանում է, որ դեպքում դա կարելի է իրականացնել։ Առնվազն ապրանքը պետք է ունենա այն ապրանքային տեսքը, որը որոնք եղել է, փաթեթավորումը պետք է վնասված չլինի, կապարակնիկները պետք է վնասված չլինեն եւ այդպես շարունակ։ Այսինքն գաղափարապես օրենսդրությունը հստակեցնում է այն միտքը, որ վերադարձի դեպքում ապրանքը այնպիսի տեսք պետք է ունենա, որ տնտեսական սուբյեկտը կարողանա դա կրկին դնել շրջանառության մեջ։
Այս դեպքում արդեն մենք ֆիքսեցինք, որ այն տարբերակ, երբ որ դուք բացել եք եւ անգամ օգտագործել Օգտագործել եք, եք, արդեն արդեն հնարավոր մոտ չէ։ չի իրավիճակին, որ դուք օգտվում եք որակյալ ապրանքից։ Բայց որակյալ ապրանքի դեպքում ուղղակի հետ վերադարձի իրավունքից էսպես ասել։ Բայց հաշվի առնելով, որ սպառողի հարցը փոքրինչ այլ ոլորտից էր գալիս, ես կուզենամ նաեւ այդ մասով հստակեցնենք։ Այսինքն սպառողն ասում է, ես բացեցի, օգտագործեցի եւ զգացի, որ այդ օրիգինալ ապրանքը չէր, որի համար ես վճարել եմ։ Այս դեպքում տպավորություն կա, որ տնտեսվարող սուբյեկտը իրականացրել է մոլորեցնող գործողություն, ինչը արդեն տնտեսական մրցակցության սպառողների շահերի պաշտպանության օրենքի իմաստով իրավախախտում է։ Այսինքն, եթե դուք ձեռք եք բերել մի ապրանք, Հավշուտ ձեր մոտ եղել է տպավորություն, որ դուք ձեռք եք բերում A ապրանքը, բայց իրականում դուք ձեռք եք բերել B ապրանքը, ու դուք զգում եք, որ ձեզ մոլորեցրել են այս ընթացքում։ Ես այս դեպքում հորդորում եմ այդ սպառողին ուղղակի հաղորդում ներկայացնել հանձնաժողովին, որտեղ սա ուղղակի իր իրավունքների իրացման արդեն անձնական իրավունքների, անհատական իրավունքների իրացման հարց չէր, սա արդեն հանրային շահ հետապնդող գործընթաց կարող է լինել, որտեղ հանձնաժողովն արդեն կանի վարչարություն, կանի վարույթ, հա, այդպիսի վարույթներ մենք ունենք շատ մեծ քանակությամբ, երբ օրինակ տնտեսվարողի շատ դեպքերում նախկինում հաճախ այդ քննարկումը ձեր հետ ենք ունեցել, երբ որ օրինակ խոսքը գնում էր զեղչերի մասին, հա, երբ օրինակ հայտարարությունա տարածվել, իրականում այդ զեղչը չի եղել, այսինքն մոլորեցվել է սպառողը այն մտքով, որ կօգտվի ինչ-որ զեղչից եւ տեսել է, որ արդյունքում այդ զեղչը չկար։ Նմանատիպ իրավիճակ է փաստացի, երբ աձևավորվել է տպավորություն, որը իրականության հետ չի համապատասխանում։ Ու այս դեպքում իհարկե հանձնաժողովն արդեն իր ամբողջ վարչարական գործիքակազմով, տուգանքի ինստիտուտով, նախազգուշացման ինստիտուտով եւ իհարկե հանձնարարական տալու ինստիտուտով հնարավորություն կունենա ներազդել։ Այս դեպքում կարող ենք կարծիք կազմել, որ տնտեսվարող սուբյեկտը հնարավոր է անգամ այս անձնական քեյսի դեպքում ուզենար արագ լուծել իրավիճակը, այսինքն ուղղակի տրամադրել նորը կամ վերադարձնել ապրանքի արժեքը, բայց անգամ եթե պատկերացնենք, որ այդ իրավիճակը չի կատարվում, իհարկե դատական պաշտպանության մեխանիզմը միշտ առկա է լինելու, այսինքն եթե ցանկացած դեպքում դիմեցինք հաղորդման հանձնաժողով իր վարույթն իրականացրեց, այդ վարույթով ամրապնդված, վարույթի արդյունքներով ամրապնդված, սպառողը կարող է դիմել դատարան, անգամ եթե այս ամենը, հա, տնտեսվարողը չի ուզում դուրս գալ կոմունիկացիայի հաղորդակցության սպառողի հետ, կարող է դիմել դատարան ոչ միայն իր կոնկրետ վնասի փոխհատուցման, այլ նաև այլ փոխհատուցման գործիքակազմերի օգտագործման տրամաբանությամբ։ Այսինքն այս դեպքում մենք չենք խոսում որակյալ ապրանքը ուղղակի հետ տալու մասին, մենք խոսում ենք մոլորեցման դեպքի մասին, որը արդեն իրավախախտում է, որով հանձնաժողովը վստահաբար կզբաղվի։ Կան խանութներ, որոնք վերադարձ ուղղակի չեն ընդունում։ Ցանկացած ապրանք, երբ որ դու գնում ես, նրանք նույնիսկ երբեմն զգուշացնում են, երբեմն ոչ, որ գնելուց հետո չէ կարող վերադարձնել։ Օրինակ երեկոյան զգեստներ կամ նմանատիպ այլ ինչ-որ խանութներ, այս դեպքում դրան իրավունք ունեն, եթե ունեն, ապա սպառողի իրավունքները այս պարագայում ինչպես է կարգավորվում։ Այստեղ էլ բավական հստակ օրենսդրությունը սահմանում է բոլոր այն դեպքերը, երբ վերադարձը հնարավոր չէ։ Դա հիմնական վերաբերում է օրինակ հիգիենայի պարագաներին, ներքնազգեստին, իրար հետ միախառնվող ապրանքներին։ Երբ որ դուք օրինակ ձեռք եք բերում ներք եւ ձեռք եք բերում ներքի հիմնանյութը, որոնք դուք արդեն խառնել եք կամ խառնելու եք կամ արդեն տեղի ունեցել գործընթացը եւ հիմա պետքա վերադարձնեք, դրա վերադարձը օրինակ թույլ տրված չէ։ Բույսերը, կենդանիները, ապրանքների բավականին հստակ ցանկ կա, որին կարող են ծանոթանալ նաեւ մեր ունկնդիրներն ու դիտորդները, որովհետեւ այն բխում է սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքից, որի դեպքում ապրանքի վերադարձը ինքնին հնարավոր չէ։ Բայց այդ իրավական ակտի հիմնական գաղափարը այն ապրանքներն են, որոնց դեպքում տրամաբանությունն անգամ բացակայում է, օրինակ հիգիենայի պարագաների կամ ներքնազգեստի դեպքում։ Ինչ վերաբերում է այդ մասնավոր դեպքին, որ դուք ասում եք, մենք վերադառնում ենք նույն կանոններին, որ փոքր-ինչ առաջ ես նշել եմ։ Այսինքն ապրանքը պետք է ունենա այն ապրանքային տեսքը, որը թույլ կտա գնորդին այդ ապրանքը նորից իրացնել։ Կրկին վերաբերում է գնապիտակներին, պիտակներին, կապարակնիկներին, փաթեթավորմանը եւ այլն։ Եթե այդ բոլորը պահպանված են, մենք վերադառնում ենք բազային կանոնին եւ կրկին պետք է հորդորենք եւս մեկ անգամ մեր բոլոր ունկնդիրներին եւ դիտորդներին պահպանել գնման փաստահասատող փաստաթուղթը, սպառող ուղղակի կարող է ներկայացնել այդ փաստաթուղթը, ասել խնդրեմ 14 օրյա ժամկետի ֆիքսենք նաեւ այդ հանգամանքը, որ խոսքը կրկին գնում է, հա, որակյալ ապրանքի 14 օրյա ժամկետում վերադարձի մասին։ Եթե առաջանա խնդիր, այսինքն մենք գնում ենք արդեն երաշխիքային ժամկետի, այն իմ ասած 5 կանոնների նորոգման, փոխարինման կամ պայմանագրի խզման հետ, դա այլ գործընթաց է։ Որակյալ ապրանքը ուզում եք վերադարձնեք ուղղակի 14 օրյա ժամկետ,
ՀԴՄ-ն կամ այլ գնման փաստահաստատող փաստաթուղթ եւ ապրանքային տեսքի պահպանմամբ ապրանքը, ինչով ձեռք եք բերել նույն եղանակով, փաթեթավորմամբ կամ ապարակնիկներով ամեն ինչով։ Եթե այդ ապրանքը չի հանդիսանում իմ նշած ցանկից կամ այստեղ կրկին հորդորում եմ դիտարկել ցանկ ամբողջությամբ, որը փակ ցանկ է, չկա հնարավորություն ինչ-որ հավելյալ պատկերացումների տնտեսվարող սուբյեկտների կողմից։ Իսկ եթե այդ ապրանքը բացառություն չի հանդիսանում, դուք էլ ներկայացնում եք 14 օրյա ժամկետում ՀԴՄ-ի հետ միասին եւ ապրանքային տեսքը պահպանված, տնտեսվարող սուբյեկտը իրավունք չունի ձեզ մերժել այդ մասով ապրանքի վերադարձի իրավունքի իրացման հարցում։ Նախորդ հաղորդման ընթացքում ձեր գործընկերներ եզրուցել են կառուցապատման ոլորտում սպառողների իրավունքների մասին եւ հանձնաժողովի ուշադրության կենտրոնում վերջերս եղել է Կոմիտաս Պարկ բնակելի թաղամասի բնակիչների բողոքները։ Այս թեմայի վերաբերյալ մի փոքր նաեւ խոսենք, որովհետեւ հենց ուղիղ առնչվում է սպառողների իրավունքների հետ, արդյոք նոր բողոքներ կան եւ առհասարակ հանձնաժողովը այս ոլորտի վերաբերյալ ինչ ուղերձ ունի, թե տնտեսվարողին, կառուցապատողին այս պարագայում, թե սպառողին։ Ինչպես ճիշտ նշեցիք, այս տարի լայնածավալ գործունեություն է իրականացվել կառուցապատման ոլորտում հանձնաժողովի կողմից, իրականացվել է թե ոլորտային ուսումնասիրություն, որը բացահայտում է այս ոլորտում առկա հիմնական խնդիրները ու այդ խնդիրները վերաբերել են հիմնականում սպառողներին, այսինքն ուսումնասիրությունը իրականացվել է սպառողի տեսանկյունից եւ արձանագրվել են մի շարք խնդիրներ դրա առնչությամբ։ Բացի դրանից նախաձեռնվել են օրենսդրական այլ գերատեսչությունների կողմից, սակայն հանձնաժողովը ակտիվ մասնակցություն է ունեցել օրենսդրական փոփոխություններին, որոնք վերաբերում են կառուցապատման ոլորտում առկա խնդիրներին, որոնք վերաբերելի են էլի սպառողին։ Դրանից բացի, ինչպես ճիշտ նշեցիք, հանձնաժողովի կողմից իրականացվել է վարչարարություն, մասնավորապես հարուցվել են վարույթներ, դրանցից մեկը վերաբերում է Կոմիտաս բնակելի պարկին եւ այնտեղ ձեռբերած բնական ձեռբերած շահառուներին։ Մասնավորապես այդ վարույթի հիմնական առանցքային խնդիրը այն էր, որ ըստ էության պայմանագրով եւ համապատասխան փաստաթղթերով նախատեսվել էր, որ բնակարանը ըստ էության հանձնվելու է գազամատակարարմամբ, սակայն փաստացի գազամատակարարմամբ բնակարանները չէին տրամադրվել։ Այս առումով հանձնաժողովը վարույթի ընթացքում գործի քննության ընթացքում պարզեց, որ իրոք բնակարանները չեն տրամադրվել գազամատակարարմամբ, սակայն վարույթի ընթացքում պարզվեց մեկ այլ խնդիր նույնպես, որ թեև տնտեսվարողը ձեռնմուխ է եղել այդ խնդրի լուծմանը, այսինքն ապահովելուն, որ ըստ էության շենք ունենա գազամատակարարում, սակայն գազամատակարարման վերջնական ներտնային ապահովման համար պահանջել էր սուբյեկտներից համապատասխան վճար, հավելյալ վճար, որպեսզի կարողանան այդ ամբողջ գործընթացը կազմակերպել։ Վարույթի արդյունքում հանձնաժողովը արձանագրեց, որ նշված վարքագիծը սպառողների շահերը խախտող գործելակերպ է եւ հանձնարարություն սուբյեկտին տրվեց, որ վերջինս այդ գազամատակարարման ողջ գործընթացը կազմակերպի առանց հավելյալ վճարի պահանջման սպառողներից։ Ըստ էության վարույթի արդյունքում ներկապային տնտեսվարող սուբյեկտը հենց ունեցած տեղեկատվությամբ ըստ էության ապահովում է, որպեսզի գազամատակարարման գործընթացը իրականացվի եւ նշվածի առնչությամբ հանձնաժողովը շարունակում է իրականացնել ուսումնասիրություն վերջնական արդյունքը հասկանալու համար։ Պետք է նշեմ, որ բացի Կոմիտաս պարկից նաև կան այլ թաղամասեր, որոնց առնչությամբ հանձնաժողովը ներկապահին ուսումնասիրություն է իրականացնում, վարույթ է իրականացնում, դրանց առնչությամբ խնդիրները տարբեր են, կարող են վերաբերվել մասնավորապես անհամապատասխան բնակարաններին, այսինքն երբ խոստացվել է մեկ այլ բան, սակայն փաստացի տրամադրման արդյունքում պարզվել է, որ բնակարանը չունի են հիմնական չափանիշներ ու նկարագրությունը, որը նախնական փուլում, երբ տվյալ բնակարանները վաճառքի են առաջարկվել, այլ բնութագիր են ունեցել կամ խնդիրները կարող են վերաբերվել պայմանագրերում անարդար պայմաններին, պայմանագրում նախատեսել են այնպիսի դրույթներ, որոնք սպառողներին ձեռնտու չեն, բայց պետք է նշեմ, որ դրանք դեռ վարույթի փուլում են եւ դրանք զուտ բողոքների շրջանակներում ներկայացված հիմնական դրսևորումն է տվյալ խախտումների եւ վարույթի արդյունքներով արդեն վերջնական հանձնաժողովը կբացահայտի արդյոք այլ սուբյեկտների կողմից նույնպես թույլ են տրվել նման խախտումներ։ Շնորհակալություն շատ, մեր եթերաժամանակը սպառվեց, այնուամենայնիվ շատ կարևոր հարցեր քննարկեցինք։ Հիշեցնեմ ռադիո լսողներին, որ դուք միացել եք 106.5 հաճախականությանը, ես Գայա Սոյանն եմ, կհանդիպենք։